Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Կյանքը կարող է 1 վայրկյանում փոխվել, եւ ոչ մեկս դրանից ապահովագրված չենք։ Այն ժամանակ, երբ բժշկությունը լռեց եւ թվում էր, թե հույսն էլ այլևս տեղ չունի, տեղի ունեցավ իսկական հրաշքը։ Ասատուր Մկրտչյանը ապրեց։ Այս հրաշքը թեև չուներ բժշկական բացատրություն, բայց ուներ անուն՝ կամք։ Մինչ մենք կսկսենք մեր զրույցը հյուրի հետ, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդում անհատապես օգնում են մեր հյուրերին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Ասատուր ջան, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում եւ չխախտելով ավանդույթը պետք է խնդրեմ սկսեք ձեր պատմությունը պատմել սկզբից։ Որքանի տարեկան եք եւ ինչ դեպք տեղի ունեցավ ձեզ հետ։ Ես 14 տարեկան էի, 8-րդ դասարանի, շատ արշուր, շատ ակտիվ երեխա ու ամբողջ դպրոցի ամենաչար դասարանի ամենաակտիվ երակում եմ մտնում, ուղղակի ոնց որ համ շատ ակտիվ է, համ շատ լավ է սովորում։ Հա։ Ու տենց 2002 թվականի հոկտեմբերի 20-ին դպրոցից եկածուն եւ քանի որ հաջորդ օրը դաս պետք է պատասխանի, այդ օրը դուրս չիջա, ոչ ոք չարեցի, ուղղակի անցա սենյակս ու սկսեցի սենյակս չէ, մեր զալում էի դասեր անում։ Ու սկսեցի դասեր անել։ Այդ օրը ամբողջ օրը դասեր արեցի, ճիշտ է մի քիչ գլխացավրն էի, ու գիշերը պաղեխնում, մամաս ասաց կարող է վաղը դասը չտասի, չէ ոնց թե մամ ջան, այսքան պարապում եմ էլի։ Տենց քնեցի հաջորդ օրը արթնացա, կարող է դասի չետաս վաղը, այսօր։ Ասի չէ մամ ոնց չետամ, այսքան դաս եմ պատասխանել, դասի պատասխանել բան։ Տենց գնացի դասի։ Հետո դպրոցում եղավ այդ դեպքը։ Պատմեք դեպքը, խնդրում եմ, հա։ Հա։ Հետո բանը վերջի ժամերներ ռուսաստանի դասեր ու դասից մենք մի խումբ տղաներով զանգ տալուց ուշ եկանք դասի ու քանի որ ես նստում էի դռան կողքը, ես թաքուն եկա նստա իմ տեղը։ Ես եկա նստա իմ տեղը, իսկ մնացած տղաները քանի որ չէին կարող բանալ, հա, իրենց դասանից դուրս հանեց դասատուն։ Դες մի քիչ նստա դասի, տենց հետո ասացի, բա ինձ վատ եմ զգում դուրս գալի, հա։ Ասաց հա։ Դուրս եկա, որից մի քանի րոպե հետո մի հատ ուժեղ դխկոցի ձայն եկավ, եւ որից մի քանի վայրկյան կամ րոպե հետո, չգիտեմ, դասատուի ճիշտ լսվեց։ Դպրոցի ժողովուրդը խառնվեցին իրար, եկան տեսան ես աստիճանների վրա գլխի վրա ընկած, աստիճանները վերևից ներքև արում, ու ինձ տարան հիվանդանոց։ Ասատուր դուք հիշում եք դեպքը, ձեզ իրոք վատ եք զգում, գլխապտույտ եք ունեցել, ի՞նչն էր պատճառը, որ ընկերեք, հիշում եք, թե ես բացարձակ բան չեմ հիշում։ Բայց իսկապես վատ եք զգացել ձեզ։ Չգիտեմ, ես ամեն ինչ դες պատմում եմ, ինձ պատմել են, դες պատմում։ Ես այդ օրվանից ոնց որ մոտ մի տարվա կտրվածքով ոչինչ չեմ հիշում։ Դրանից հետո ձեզ տեղափոխել են հիվանդանոց։ Ինչ է եղել հետո, ինչ են ասել բժիշկները, ինչու հույս չեն տվել։ Հիվանդանոցում որ տարան, ասեցին անհույս է, անիմաստ է, չգիտեմ կատեն արել թե չէ, բայց առաջի կատես որ դա հետո կպատմեմ։ Ասին անհույս է տարեկտուն, ինքը մահացած երեխա է։ Ձեր ծնողներն են, հա, այդպես ասել։ Դասատուին։ Ուսուցիչներն են ձեզ հիվանդանոց հասցրել։ Ուսմասվանն է ինձ հիվանդանոց հասցրել, ուսմասվանն է ամեն ինչ հասցրել։ Հենց ուսմասվան այդ ընթացքում ծնողներս եկան են, չգիտեմ, համոզել են տենց սպարկել հիվանդանոց, բայց բացարձակ ուշ չեն տվել, բացարձակ կյանքի ոչ մի ուշ չեն տվել։ Գլխի վնասվածք է եղել։ Այո։ Հետո 40 օր կոմայի մեջ եմ եղել։ Ու այդ ցավերից ես բանը շատ վատ եմ, այդ ցավերից ես դեռ ասենց եկես այդ մեջքից եմ սկսվել ու չէր բացվում։ Ձախ կոմս հիմա որ ես վատ եմ խոսում կամ
ես մի քիչ վատ եմ քայլում, ճիշտ է, շատ նկատելի չի, ու ցած սերոսա ձգված, այդ ամեն ինչը դրա հետևանքն է։ Ես իդեալական առողջ երեխա եմ։ Մանն տենց բժիշկները ասին հույս չկա, տենց, բայց ականջից ու քսիցս անում հոսում էր։ Ուղղակի ընդամենը 2 մմ հեռավորության վրա, այսինքն եթե կպներ ուղղակի գուցե մահանա։ Այսինքն 40 օր կոմայի մեջ եք եղել։ 40 օր հետո արդեն գիտակցությունը տեղն է եկել, հետագա ընթացքը ձեր բուժում, վերականգնում ինչպես է ընթացել։ Մի օր Աշոտ աղբերս եկավ մոտ հիվանդանոց, այդ վաղ բոքսից արդեն դուրս էին գրվել, արդեն ոնց որ ապրելու հույս կար, բայց ասում են ոչ կտենա, ոչ շարժի, ոչ խոսա, ոչ բան, ինքը ընդամենը որպես վեճ ծերետ կլինի, ասենց։ Տենց Աշոտ աղբերս եկավ հիվանդանոց ու պապայս ասեց, որ Սուրիկ ջան, քո տղան ամեն ինչ հասկանում է։ Պապաս ասեց, Աշոտ ջան, չի կարելի հասկանալ, ինքը ոչ մի շարժում չի անում բացարձակ, ինքը ամեն գիտակից պարխացա, ինքը ոչ մի միմիկա չունի, ասեց սա կապոց։ Ասա դու հիմա քո համար կաղոթեմ, Աշի հետ կփագես, հենց որ աղոթը վերջացնեմ, ասեմ ամեն կբացես։ Տենց Աշի ես փագեցի, իմ համար աղոթեց, հենց վերջացած աղոթեց, բացեց ու այդ օրվանից մենուն հասկացան, որ ես հասկանում եմ։ Ու այդ օրվանից մի հատ Աշի ես փագել բացել հանել, երկու հատ փագել բացել չներ, տենց է հաղորդասում նրանց։ Բայց այդ օրվանից հետո ոնց որ ամեն մի օր մի նոր բան է անում։ Մի օր մածս է շարժում, մի օր ոտից թաթն է շարժում, մի օր ձեռս է շարժում, տենց։ Օրից մի օր պապաս սկսեց արդեն շարժվել լավից վատից, այս ձեռս ճիշտ է նույն վիճակում էր։ Պապաս տարրը գրեց, ասեց դու տարրը ցույց տալով խոսալի հետներես։ Տենց հանեցի A, I, U կամ A, U, I տենց ցույց տվեցես, պապաս ասեց մի հատ է ցույց տու, տենց մի հատ ցույց տվեցես, մտածես ոչ մի բառ չգտավ այդ տարրում, որոշ ջղայնացավ հետավ սենյակից, ու հենց այդ նույն օրը խոսացի։ Մի բառեր եք սկսել ասել։ Դե մի անգամ սկսել եք խոսել ամբողջությամբ։ Լիովին սկսել եք խոսել։ Հա, ճիշտ է, շատ վատ է խոսում, բերանս շատ ծուռ էր, ու ես բերանս չէի կարող փակեի, փակելու համար մատերս էի օգտագործում, դե դա հիվանդություն չգիտեմ ոնց եմ խոսացել, ես իմ ականջին շատ պարզ է լսվում իմ խոսացածը։ Հա։ Որտեղ խոսացողը ես եմ։ Հիմա երբ որ ես ձեր հետ խոսում եմ, իմ ականջին էլի պարզ է լսվում իմ խոսածը։ Իրական պարզ է լսվում։ Բայց ձեր ականջին նշի լսում ոնց է նույնը ձեր ձայնը որ։ Այսինքն ի սկզբանե խոսել եք, բայց մի փոքր դժվարությամբ եք խոսել։ Իմացի համար ոչ հասկանում։ Հիմիկվա համար շատ վատ եմ խոսացել։ Այդպես ձեզ արդեն տարել են տուն, եւ ինչպես եք շարունակել ձեր կյանքը։ Ինձ որ հիվանդանոցում նախ այդ ձեռքից բացելու process-ը շատ դաժան process է։ Վերականգնման փուլեր եք։ Այո։ Գնում ենք ֆիզկուլտուրայի տենց էր կոչվում այդ։ Ծառայս նարակուրերը տաղճկանով ինձ էր։ Ու sense ձեռս տանջելով, ինձ սպանելով ես ամբողջ հիվանդանոցում գցում էի, ու ես ձեռս փորձում էին բացեին։ Բացում էի, փակում էի։ Ես որ հիվանդանոց եկա տուն, ձեռս այսքան էր բաց։ Հա։ Նստում էի դիվանին, մենոնց ասում էին նստեք ձեռս վրա, որ բացվի, տենց հիմա բացում եմ ձեռս, մատերս ճիշտ է ձգված է, բայց բացում եմ օգտագործում եմ ձեռս, նշ չէ որ չեմ օգտագործում։ Ֆարկաս։ Տենց հիվանդանոց եկա տուն, սկսեցի քայլել, հետո այդ ընթացքում քիչ հիվանդանոց վրա սալյակով էի, Աշոտ աղբերս, որ ասում եմ ինքը սալյակ տվեց մեզ, այդ սալյակով էի ահագին ժամանակ։ Համ կանում էի քայլել, համ սալյակով էի։ Այնքան է սալյակի վրա արդեն ընտացել, որ հետևի երկուագի վրա ինձ կարող էի պահել։ 14 տարեկան, այսինքն մինչև 15 տարեկան այսպես վերականգնման այդ փուլն եք անցել։ Հետո ուսումը շարունակել եք, թե ոչ, թե կիսատել եք։ Ես որ հիվանդանոց հետա իմ մոտ սկսեց ամեն բան քիչ-քիչ վերականգնվել, բացի մտածելու ունակությունից։ Ես մինչև ընկնելուց հիշում էի ինձ, որ պարկում էի անկողնց մեջ, աչքերս փակում եմ, ինչ ուզում տենում էի, այդպես ուրախ ֆանտազիա էր անսովորությունների։ Ու հիմիկվա վիճակս, որ բացարձակ չէի կարող մտածել ու իմ ուղեղը ոչ մի անալիզ չէր անում, այսինքն ես հասկանում էի ամեն ինչ։
Ես խելքում եմ, այսինքն ես ամեն ինչ գիտակցում եմ, բայց անոնից չի կամ ես ինչ կար մտքիս առաջին դա ասում եմ, ես դեռ երեխա եմ։ Ու դա ինձ շատ է նեղում, շատ է ճնշում ու դրա պատճառով նաև հետո շարունակեցի գնալ դպրոց, ճիշտ է, շարունակեցի նույն դասանն ես սկզբից ու քանի որ դասանս չար ինձ խորհուրդ տվեցին, որ տեղափոխվեմ այլ դասարան ու դες տեղափոխվեցի այլ դասարան, բայց դրա պատճառով ու բերանից ծրության պատճառով, քանի որ բերանը շատ ծրար ու ես որ փրկում էի թքերս գալիս էր ձեռքերս, դե չէր փակվում բերանս բացատրել, տենց այդ պատճառով դասանում բոլորն իրեն զզվես սկսեցին, բոլոր ընկերներս հեռացան տնից, այդ պատճառով չէ, այդ մտավորությունների պատճառով ավելի շատ։ Ու դες լրիվ մենակ մնացի, բայց մի հատ Վարշավայում ընկեր ունեի, անունը Սեդրակ, իր մոտ էի շատ հաճախ եթում, ինքը հոգևոր տղա էր, ես սկսեցի եկեղեցի գնալ, տենց մեր եկեղեցում էին շատ լավ ընդունում, Աշոտ աղբորս հետ շատ լավ էին ընդունում եկեղեցում, շատ ուրախ էին։ Ու դες քայլ առ քայլ տենց բոլոր ընկերներս դքես։ Իսկ հետագայում բարձրագույն ուսումնական հաստատություն հաճախել եք։ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ գնացի։ Այդ ժամանակ մինչև ոնց որ գնալը այս Սեդրակը ինձ ասաց, որ պետք է հավատացյալ Աստծո ջան, Աստծո կարդա, ես չգիտեի դրա մասին։ Ու ես որ ամուսնուս սկսեցի կարդալ նոր կտակարան ունեի, սկսեցի նոր կտակարանը կարդալ։ Ու այդ գիրքը ինձ հեղափոխեց։ Ես այդ գիրքը կարդալու նախ Աստծուն ճանաչեցի, ապաշխարեցի եւ հետո աղոթներու այդ գիրքը կարդալու շնորհիվ քիչ իմ մտավորությունները վերականգնվեց։ Ու ես սկսեցի մտածել։ ու այդ մտածելու հետևանքով քիչ իմ բոլոր ընկերները վերադարձան։ Ժամանակի ընթացքում, այո։ Ես առաջի կուրս էի, մեր կուրսում մի հատ տղա կար, ով ասաց, Աստծո դու ընկերներ ունես, այդ վաղ եկեղեցում ասեն ընկերներ ունի, ասաց ախի շունեմ լիք ընկերներ ունեմ, ասաց ով է քո այդ ընկերությունն անում։ Երրորդ կուրս էի, այդ տղան ոնց որ մի փոքր ժամանակ բացակայությունից հետո եկավ համալսարան, ուսումնական։ Ու ամեն անգամ գալիս են, ես ծառով բարում, գալիս էր, որ բաչկով բարում, ես ինձ հետ դենց այնքան արեց, մինչև ստիպված ես հետ սկսեցի ընկերություն ունել։ Ասա դուր փաստորեն դուք հրաշքով երկրորդ կյանքի հնարավորություն եք ստացել եւ ուզում եմ հասկանալ ինչ հոգեվիճակում էիք, երբ որ ձեր ընկերները ձեզանից հեռացան, երբ որ շրջապատը ձեզ սկսել էր չընդունել, մերժել, դուք արդյոք գիտակցում եք, որ դուք երկրորդ կյանքի հնարավորություն եք ստացել եւ իրավունք չունեք թուլանալու, թե այնուամենայնիվ պարփակվում էիք, ձեր մեջ ինքներդ նեղվում էիք։ Իրականում ես այդ մտածելու ունակության բացակայությունը ինձ այդ ամեն ինչը հեշտ անցավ։ Այսինքն ես քանի որ ես շատ եմ նեղում, որ ոչ մեկ ստանում էր, որ կողքս ոչ մեկ չկար, բայց ես իրականում այդ ամեն ինչը շատ ծանր չէի տանում։ Ես երբ որ սկսեցի մտածել, ես ամեն գիշեր պարում էի քնելու, ասում եմ Աստված սովորեցին մտածել, դարձին հին ասատուրը, որ կանոն ես դեռ չէի ապաշխարել, ես չի ուզում դառնալ հավատացել, ես ուղղակի ուզում էի դառնալ հին ասատուրը։ Ես ապաշխարել եմ Աստծո նոր կտականը կարդալուց հետո։ Ես երազում էի դառնալ հին ասատուրը, հին ընկերություն, հին շրջապատը, բայց քանի որ չէի կարող ամեն ինչ վերլուծել, ես իմ համար հեշտ էր, դա ամեն ինչ դժվար չէ։ Բայց հետո ոնց որ երբ սկսեցի մտածել, այդ ընթացքի հետ ոնց որ իմ կողքը մարդիկ շատացան։ Վատատեսական կանխատեսումները շատ էին, հա, հենց սկզբի փուլից սկսած։ Իսկ ինչպես էին ձեր ընտանիքի անդամները, ձեր հարազատները վերաբերվում այդ կանխատեսումներին, ձեր ապաքինմանը, ձեր վիճակին։ Դե կարծում եմ շատ ծանր, իրականում ես այդ հարցը չեմ տվել իմ ընտանիքի անդամներին, բայց մանն շատ ծանր են ինձ թվում է, որովհետև իրենց երեխեն եմ, աղբերն եմ, քույր եղբայր ունեք։ Երկու աղբեր ունեմ, մի քույր։ Հա։ Աղբերս որ իմացավ իմ դեպքի մասին,
արագ վազելուն մետնից մայաց հիվանդություն մուտային վազել եկել էր հիվանդանոց ես հիշում եմ որ այդ ժամանակ որ մեր տունը ինչ-որ գաղտնի բան են ուզում քննարկեին ինձ հենց հերոին քննարկում ես շատ են նեղում բայց էդ էր տենց հետո որ բայց ընտանիքի սադակցությունը շատ մեծ ա եղել իրանք իմ կողքին իրանք ինձ չեն վերաբերվել մինչև որպես հիվանդի ու մինչև հիմա ճիշտ է հիմա ոնց որ ոչ մեկ ինձ չի վերաբերվում որպես հիվանդի բացի նոր ծանոթացած մարդկանցից բայց իրանք երբեք ինձ չեն վերաբերվել որպես հիվանդի իրանք ինձ վերաբերվում որպես ընտանիքի լիարժեք անդամի ու միշտ տենց են նայեն ու դա ինձ շատ ուրիշ ու ոնց որ առաջ գնալու մղում ա տվել Շատ լավ եւ արդեն վերականգնվելուց հետո ինչպես եք ձեր կյանքը դասավորել աշխատանք ունեցել եք փորձել եք աշխատանք գտնել աշխատել շատ տեղեր եմ աշխատել առաջին աշխատանքս Գուլպաների արտադրամասում էր ընկերս էր այդ արտադրամասի տերը այդ վաղ ընկերս չէր այդ վաղ ոնց որ մեր հովիներից մեկն էր ու հետո դառավ ընկերս իր հետևից էս մի ամիս երկու ամիս են գալստի ընդունի աշխատանքի տենց ասած ընդունես գործի ու ճիշտ է դա ոչ լավ աշխատել բայց երկու տարի դեռ աշխատեցի սկզբում ճիշտ է ոչ լավ բայց հետո արդեն ահագին հաջող հետո այդտեղից հետո ուրիշ ընկերոջ հետ արդեն բանը սպորտ մարզասրահում աշխատեցի որպես ադմինիստրատոր մարզիչ Այդ իմ կյանքի ամենահաջող աշխատանքն էր երևի ճիշտ է գումարը քիչ էր բայց ընդհանուր այդ միջավայրը այդ գործին դու շատ եկավ ու ես հետո այդ աշխատանքից հետո հասկացա որ ես սիրում եմ մարդկանց հետ աշխատել Իսկ միայն ծանոթների մոտ էիք աշխատանք փնտրում Չէ Առաջի աշխատանքս դե նոր էի ապակին այդ անցնում էր երկրորդ աշխատանքս այդ ընթացքում ես ահագին տեղեր տենց գնացել փնտրել ոչ մեկ ինձ չի ընդունել գործի Ինչ էին ասում Ասում էին կզանգենք ինչպես միշտ կամ ասում էին չէ ասում էին կզանգենք Տենց հույսով անում են ես տենց միշտ հույսով սպասում եմ այդ ժամանակ չի հասնում իրականում այդ ժամանակ միշտ սպասում էի հիմա ասում եմ աշխարհում մեծ սուտում ենք դες կզանգենք դա Շատ տեղեր եք դիմել Շատ ես անշարժ գույքի գործակալ ուզում դառնայի մի ժամանակ տենց տասնյակ հարյուր եւ անշարժ գույքի գործակալություններ գնացել եմ դիմել եմ ու ասել են չէ չկա կզանգենք մեկ էլ մի տեղ գնացի կոչվում է Ռուֆ անշարժ գույքի գործակալություն ընդեղ ընդունեցին հնարավորություն տվեցին ընդեղ երկու տարի աշխատա համարը ուղղակի որ տեղափոխվեցինք արդեն մեր տունը վաճառեցինք այդ հարմար չէր գնալ այդպես համար հերանտով գործ Շատ լավ իսկ հիմա ունեք աշխատանք ինչով եք զբաղվում Հիմա ինքնազբաղ եմ գործիկ բան եմ վաճառում նորից աշխատանք փնտրելուց հետո քանի որ չկարողացա գտնել աշխատանք ընկերոջ սովորությամբ այդ գործը գտա հիմա լավ չի բայց վատը չի դիփար ասում Իսկ մի քանի տարբեր տեղեր աշխատել եք Շատ տեղեր Բացի ձեր ծանոթների առաջարկած աշխատանքից հաջողվել այնուամենայնիվ համառության շնորհիվ հաջողվել է գտնել աշխատանք այլ գործատուների մոտ Այո, ես աշխատում եմ բայեմ, որտեղ ես ծանոթ չեմ ունեցել, բացա ծանոթ եմ, բայց հետո եմ իմացել, որ ընկերս են այդ մարդը։ Ընկերոջս ընկերն է ու զարան եմ ընկերը։ Հետո աշխատում եմ ուրբան տերմինալում որպես անվտանգության աշխատակից։ Անտեղ անցանց եմ ընդունում շատ լավ գործ է, շատ լավ միջավայր, մի քանի տեղ բանվոր եմ աշխատել, էլի որպես առանձին անսանսի շատ տեղ եմ աշխատել։ Ուղղակի ամեն աշխատանք գտնի, մեծ խնդիր ու մեծ պատմություն է։ Իսկ ինձ հետաքրքիր աշխատանքի ընթացքում դժվարանում եք։ Բանվորի աշխատանքը աշխատում եմ պենոպլաստիցիայում, ասենց ասեմ, առաջին մի ամիսը շատ բարդ էր։ Իրական ֆուլ պետք է դատարկենք, ու այդ առաջի ֆուլ դատարկին համի հատ հսկա գործել ես այդ օրը լավ, շատ լավ քնել եմ ասենց ասեմ։ Բայց մի ամիս հետո արդեն շատ լավ աշխատում եմ։ Այն որ մի ամիս հետո հսկայական փոփոխություն։ Դա համար ես ասում եմ, ինձ պետք չէ խղճալ կամ փոզի գործել, ինձ պետք է
ժամանակ տալ, ոնց նոր մարդ ընդվում աշխատանքի, ինքը չի կարող միանգամից այն գործ անի, ով մի տարուց ավելի է աշխատում, ես նոր ընդունած ժամանակ գուցե մի քիչ խնդիրներ, բայց հետո որ մասնագիտանամ միշտ։ Ասատոր ասում են ցավը ժամանակավոր է, բայց այնինչ դու սովորում ես այդ ցավի միջով անցնելուց քեզ հետ մնում է հավերժ, հա։ Ինչ սովորեցիր դու։ Ինչ դասեր քաղեցիր այն բարդ ճանապարհից, որի միջով անցել ես։ Ես առաջին հերթին սովորեցի վստահել Աստծուն կյանքում, դա շատ էական է, հետո սովորեցի չհանձնվել, որ մերժումն ու ոչը քեզ չպետք է սահմանափակի։ Այսինքն դու պետք է գնաս քո նպատակի հետևից, անկախ նրանից թե կողքին ինչ ես։ Ինձ ասում են բլոգինգով մի զբաղ դու վատ ես խոսում, բայց ես բլոգինգով եմ զբաղվում, որովհետև ես վատ եմ խոսում։ Այսօր պետք են Հայաստանի նման մարդիկ, վատ խոսացող բլոգերներ, քարոզիչներ, հաղորդավարներ, վատ քայլող, ասենք վաճառողներ, որպեսզի Հայաստանում հիվանդ մարդ, ասենք հիվանդ չէ, անորոշ խնդիրներ ունեցող մարդը խնդիրներ չունի, որպեսզի Հայաստանում չխոսացող մարդը չվախենա խոսալ, չքայլող մարդը չվախենա հենվել։ Ու ես այսօր մարդկանց օրինակ եմ, որ մարդը կարա վատ խոսալով ինչ-որ բան անի, որը ուրիշների կարծիքով վատ է կամ սխալ է։ Այսինքն սահմանափակումը քեզ չպետք է սահմանափակի։ Այո։ Ու եթե դու գնաս քո նպատակի հետևից, Աստված քո առջև լիքը դռներ կբացի։ Ինձ հետաքրքիր է, իսկ ձեր կյանքում եղել են մարդիկ, ովքեր չեն հավատացել ձեր ուժերին։ Այո, իհարկե։ Շատ ամենամտերիմ մարդկանցից մինչև ամենահեռու մարդիկ ինձ ասում են՝ մի արա դա քոնը չի եւ այլն խոսում։ Ինչի մասն է խոսքը աշխատանքի։ Աշխատանքի մասին, ես որ վաճառողի աշխատանք էի փնտրում, ես ասեմ, ես հանրային աշխատանքը շատ եմ սիրում։ Դա իմն է, ես սիրում եմ մարդկանց հետ աշխատել, այդ տրենաժորի զալից հետո շատ եմ սիրում ու ես ուզում եմ մարդկանց հետ աշխատել։ Ես աշխատել եմ աշխարհի գործակալ, ես աշխատել եմ ուրբան տերմինալում, որը ոչ միայն մարդկանց հետ, նաև արտասահմանից մարդիկ գալիս էին, ֆորելով տեսքալիս էին այնտեղ, ես նրանց դիմավորում էի, զրուցում էի հետները եւ այլն։ Ես աշխատել եմ բայեմ որպես առաքիչ, որտեղ ես մարդկանց եմ առաքի ապրանքը խոսացնում եմ, ես աշխատել եմ տրենաժորի մարզասրահում որպես մարզիչ ադմինիստրատոր, որտեղ այն մարդկանց հետ եմ աշխատել, որտեղ մարդկանց կրթել եմ, սովորացնում եմ, մի խոսքով պարապացնել եմ, հետո ես աշխատել եմ, ես հիմա աշխատում եմ որպես վաճառող, ճիշտ է, ես ոչ մեկի ենթակայության տակ չեմ, բայց ես էլի մարդկանց հետ եմ աշխատում ու փառք Աստծու լավից վատից ասում։ Իսկ ձեր կյանքում արել եք որևէ բան ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու համար, այն մարդկանց, ովքեր չեն հավատացել։ Բացարձակ։ Ես ամեն ինչ արել եմ միայն իմ համար ու ինքս ինձ ապացուցում եմ, ես ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու կարիք չունեմ, ինչ որ մեկին ինչ որ բան համոզելու կարիք չունեմ, ինչ որ անում եմ, ինքս իմ համար ես չեմ անում մարդկանց ինչ որ բան ցույց տալու, ես անում եմ, եթե մարդիկ օրինակ կվերցնեն դա, ես շատ ուրախ եմ, եթե մարդիկ ինձ կհալածեն կամ կդատեն կամ քննադատեն, դա իրանց խնդիրն է, դու պետք է անես այն ինչ դու ուզում ես։ Ասում են հրաշքներ լինում են միայն այնտեղ, որտեղ դրանց հավատում են։ Դուք հավատում եք հրաշքների։ Անսահման։ Իսկ ինչ որ հրաշքի հիմա սպասում եք կամ ապագայի համար ինչ ծրագրեր, պլաններ ունեք։ Իրականում ես այս հարցազրույցը, որ դուք ինձ կանչել եք, ես вообще անսպասելի անակնկալ եմ համար ու խոսի ես են մի իր տեսքով հրաշքով ես Աստծուց ինչ որ ակնկալիքներ ունեմ, ճիշտ է, բայց ես որոշել եմ 2026-ին նամանավանդ պարզապես վստահ եմ Աստծուն։ Если ոչ մեկի չեմ ասել, առաջարկում ձեզ եմ ասում։ Ու ասում եմ 2026-ին իմ համար ոնց որ Աստծուն վստահ տարի է, թողանի այն ինչ ուզում եմ հետ։ Ինքնդ ծրագրեր, պլաններ չեք կազմում։ Ես կազմում եմ, բայց ոնց որ 2026-ը այդպես եմ որոշել, այս կախախոսում ասում եմ Աստվածան քեզ եմ վստահում, արա ինչ ուզում ես անկյալ։ Իսկ ինչ որ բան կա ձեր կյանքում, որ կուզենայիք փոխել։ Կամ ինչ որ բան, որ արել եք, չէիք անի հիմա։
գուցե եթե ես մի քիչ խելացին էի, հաստատ դասանց չէի փոխել 2002 թվականին, 2003-4 թվականին։ Դրա համար փոշմանում հետո բանը։ Ինչու՞։ Ինչու եք փոշմանել։ Որովհետև իմ դասանը լավն էր։ Նշում որ ես դասանում գնացել եմ բանը, պրոստը իմ դասանում ոնց որ գուցե ես ցած չընկնում ոնց որ։ Ասատուր, իսկ դուք երբևէ կոմպլեքսներ ունեցել եք ձեր Շատ։ ֆիզիկական խնդիրների պատճառով։ Ես շատ կոմպլեքսներ եմ ունեցել, շատ վախեցել եմ խոսալ մինչև տենց 2000 7-8 տես թվականները։ Հետո ես հասկացա, որ այդ կոմպլեքսները ինձ են սահմանափակում։ Ես հասկացա, որ եթե դու չխոսաս, եթե դու չերևաս, ոչ մեկ քեզ չի նկատի։ Ու այդ կոմպլեքսները, այդ վախերը, այդ սահմանափակումները լրիվ մի կողմ դրեցի։ Ես հիմա լավ իմաստով անամոթ համարձակ մարդ եմ։ Ես կարող եմ մտնել ցանկացած տեղ, ցանկացած շրջապատ, ցանկացած վայր եւ հանգիստ ինձ նորմալ զգամ։ Ես քանի որ չեմ համարում հիվանդ, իմ կողքին երբ որ մեր շփվում է, չի համարում հիվանդ։ Գուցե առաջ ես որ 2018-19 թվականին ուղղացել էի ճամբար, մեր ջոկատում, եկեղեցու ջոկատն է եղել, երկու հատ աղջիկ են, ովքեր առաջին անգամ են եկեղեցում եւ ճամբարում առհասարակ հոգեվոր։ Իրանք առաջին մի քանի օր ես զգում եմ, որ իրենք ինձ վախենում են, կաշառվում են, մի տեսակ ինձ մշաշում են նայում։ 3 օր հետո այդ աղջիկը ամբողջ ճամբարում ամենաշատը ինձ էին սիրում։ Դա նրա հետ որ ես ինձ ոնց որ չեմ տեսնում որպես հիվանդ։ ու դա մարդկանց ստիպում որ ինձ վերաբերվեն ու կսարում։ Այո, այնպես Բայց դա գործատների մոտ չի անցնում, որ դու մի անգամ են տենում ու վсё։ Ցավոս։ Իսկ եղել է ինչ-որ բան ձեր կյանքում, որ ձեզ թվացել է, որ դա բարդ է, դուք ինքներդ չեք հավատացել, որ կարող եք այդ բարդությունը հաղթահարել, անցնել, բայց ինքներդ ձեզ ապացուցել եք, որ այդպես չէ եւ հաղթահարել եք։ Շատ բաներ եղել։ Օրինակ, երբ որ ես աշխատում եմ այդ վենոպլաստի ցախում, ասենք օրինակ, ես չի հավատում, որ կարող եմ այնտեղ աշխատեմ։ Բայց մեկ ամիս հետո ճիշտ է, ոնց որ այդ տղայի պես չէ, բայց համարյա այդ իմ ընկերոջ այդ գործ ընկերոջ նման համարյա աշխատում էի։ Հետո ես ծառայող եմ աշխատել, որը այտենց լավ չի ստացվել, ճիշտ է, բայց դա իմ եղքով չի ստացվել, որովհետև ես չէի հավատում այդ ծառայողման ապագային, ես ոնց որ եթե ես իմանայի այն ինչ որ այսօր գիտեմ, ես հաստատ շատ լավ ծառայող կդառնայի, պրոստը քանի որ սխալ եմ մոտեցում, այտենց լավ չեմ աշխատել անում։ Հետո ես աշխատում եմ մարզասրահում որպես ադմինիստրատոր մարզիչ, որը իրոք չնշում ես անկեղծ ինձ միշտ հավատացել եմ, ինչ չեն հավատացել կողքից։ Ես անգամ այդ որ ասում եմ բան որ աշխատում էի, ես չեմ հավատացել, ես ուղղակի դժվարանում էի։ Դժվարությունները շատ են եղել, բայց հավատ միշտ եղել է։ Դուք այն լավագույն օրինակն եք, որ աշխատանք փնտրողը միշտ գտնում է։ Այսինքն, եթե նստես ու դժգոհես, որ աշխատանք չկա, շատ հեշտ է, բայց դուք կարողացել եք ապացուցել եւ ձեզ եւ բոլորին եւ ցույց տալ, որ եթե փնտրում ես, գտնում ես։ Այդքան տարատեսակ աշխատանքներ եք արել։ Մեկը չի, երկուսը չի եւ բազմաթիվ մերժումներից հետո եք դա արել։ Ձեր համառությունը, ձեր կամքը ձեզ միշտ փաստորեն առաջ է տարել։ Այո, ես կարող ասեմ, որ ամեն ինչ փնտրող գտնում, մեղ փնտրող մեղը գտնում, օրհնություն փնտրող օրհնություն է գտնում, աշխատանք փնտրող աշխատանքը գտնում, աստուն փնտրողն է աստուն գտնում։ Փնտրեք եւ կգտնեք։ Երբեք մի հանձնեք, երբեք մի նայեք ձեր կողքինների արձագանքին, դուք գնացեք այն ճանապարհով, որը դուք եք համարում ճիշտ, որը Աստված ձեր կյանքում դրել է։ Հիմա լիարժեք եք համարում ձեր կյանքը։ Աջուրը տեղ շատ կա։ Ուղղակի ուզում եմ ասեմ, սիրում եմ ձեզ ու մի հանձնեք ու Աստված կօգնի ձեր կյանքն ու նպատակը միայն թե գնացեք դրա հետևից։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը Ասատուր Մկրտչյանն էր, մարդ, ով երիտասարդ տարիքում ունեցել է դժբախտ պատահար, որից հետո կյանքը գլխիվայր շրջվել է։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։